շատ կարևոր էր այդ ժամանակ ստեղծել ինչ-որ բան, որը որ մարդկանց կտա հոգևոր սնունդ։ Բացի դրանից մարդկային հարաբերություններ կար նորմալ։ Այնքան քաղցր բաներ կային 90-ականներին։ Ֆենոմեններ, որի բացատրությունը հետևյալն է՝ հեղափոխություն։ Հեղափոխություն հեռուստատեսությունում։ Երևակայություն ունեինք այն ժամանակ։ Էկրանից մենք կարողացանք ազատ խոսել առաջին հերթին։ Մարդիկ գրքեր վառեցին, գրադարաններ մեծ հսկայական։ Այո, այդ տարվա երեխաները նավթ շնչելով են ապրել, ասենք ցախի այդ հոտով են ապրել։ Բարև ընկերս։ Բարև ընկեր։ Նորից մի շաբաթ անցավ։ Մի շաբաթ անցավ։ Ուզենք չուզենք տենց է։ Ամեն շաբաթ ժամանակը անցնում է, հետ չի գնում։ Մի շաբաթով ենք։ Բայց մենք միշտ հեռանում 90-ականներից, բայց այսօր լավ արթուն ենք, որ մի անգամից պետք է այդ կպնենք մեր սիրած 90-ականներ։ Հա, որովհետև մեր հյուրը հենց 90-ականներից մինչև օրս գործող ներկայացրա։ Կարեն Քոչարյան։ Երրորդ ալիքից։ Երրորդ ալիքի հիմնադիր, հաղորդավար Կարեն Քոչարյան։ Համեցեք պարոն Քոչարյան։ Ողջույն, համեցեք։ Շատ հաճելի մթնոլորտ։ Շնորհակալ ենք, որ եկաք։ Հիմա մենք պետք է զրուցենք ձեր եւ մեր սիրած տարիներից 90-ականը։ Դժվար տարիներից, բայց եւ հաճելի։ Դժվար, բայց հաճելի։ Դժվար, բայց հաճելի, որովհետեւ տեսեք դառնա մեր հաղորդման մեջ կարգախոս։ Ծծված ոնց խոսք, բայց դա իրականություն է։ Չէ, կարգախոս է, շատ լավ է, շատ։ Նայած չի որ հիմա վատ է, բայց 90-ականներ բոլորիս համար էլ հաճելի պահեր շատ են եղել 90-ականներին, չնայած մութ ու ցուրտ տարիներին, չնայած հնարավորությունների դեպքում ինչ-որ բան ստեղծելը ավելի հեշտ է, քան ամենադժվար ժամանակահատվածում, որ ամեն ինչի պակաս կար, ամեն ինչի պակաս, բայց հոգևոր սնունդ մարդիկ կարողանում էին փոխանցել էկրանից, թատրոնից, չգիտես, բայց էկրանը դա բացի դրանից մարդկային հարաբերություններ կար նորմալ։ Հա։ Ես օրինակ կյանքում չեմ մոռանա, ասենք հաղորդումից հետո որ իջնում էինք մեքենայով Արտավազդի հետ, որ տուն էինք գնում գիշերվա ժամը, ասենք 1-ը 2-ը լիներ բան։ Ճանապարհին մարդիկ էին կանգնած լինում, վերցնում էինք Արտավազդը ասում էր Չերեմուշկայով 3-րդ մաս։ Եկեք նստեք, ով է ուզում, եւ գարի նստում էին մարդիկ, եւ մի անգամ եղավ նույնիսկ դեպք, որ ճանապարհին մեզ կանգնացրեցին, ամուսիններ էին, տեսանք որ կինը հղի է, բանից պարզվում է պետքա ծննդաբերել, շտապօգնությունը ուշանում էր, եւ մենք հասցրեցինք ծննդատուն հասցրեցինք, հա, փաստորեն, եւ տարիներ անց այդ մարդը փողոցում հանդիպեց, ասեց, գիտեք չէ, այս երեխենով է, ձեր շնորհիվ է ծնվել։ Իսկ տղա է ծնվել, թե տղա։ Իսկ անունը դրել էին Կարեն, թե Արտավազդ։ Դեկը չենք հարցրել։ Դե որովհետև այդ պահին մարդիկ ասես մի անգամից ինչ դնենք Կարեն, թե Արտավազդ, ասա, որովհետև իրանք մեզ բերեցին ծննդատուն։ Պարոն Քոչարյան ջան, շատ ուրախ ենք, որ մեր հյուրն եք այսօր, ու շատ ուրախ ենք, որ 90-ականներին ծնվեց մի ալիք, երրորդ ալիքը, որը շատերին պահեց էկրանի մոտ երկար ժամանակ։ Այսինքն եւ հաղորդումներով, եւ ֆիլմերով, եւ ձեզնով պայմանավորված, ձեր մոտեցումներով, ձեր իմացությամբ, ձեր մի խոսքով շատ կարևոր էր այդ ժամանակ ստեղծել ինչ-որ բան, որը որ մարդկանց կտա հոգևոր սնունդ, ոչ թե համաձայն եմ էժանագին բաներ։ Ու դա դասիրակեց սերունդ, իսկապես դասիրակեց սերունդ։ Եվ մեր հայրերը, այսինքն մենք գիտեինք, իրենք էլ էին նայում։ Եվ ինչ նայում են մեծերը, դու ուզում ես նայես, ինչ կա տեղ հետ։ Դրա համար ծրագիրը կոչվում էր այն ծրագիրը բոլորի համար։ Հա։ Ու մենք ունեցանք այդ ժամանակահատվածը դասյարակվելու էկրանի այս կողմից։ Դա ինչ էր, ոնց էր, ինչպես էր։ Ես ասեմ, դա ինչ-որ ֆենոմեն էր, որի բացատրությունը հետևյալն է՝ հեղափոխություն։
հեղափոխություն հեռուստատեսությունում։ Եվ դա ոչ միայն մեզ մոտ էր, այլ նաև Մոսկվայում էր, այն ժամանակ դե երկու հեռուստատեսություն գիտենք, կենտրոնական հեռուստատեսությունը եւ հայկական։ Մոսկվայում նույնպես հենց այդ տարի ծնվեց Վիդ երիտասարդ լրագրողներով, այդ տարի ծնվեց Պոլեչուձեսը, այդ տարի ծնվեցին շատ հաղորդումներ, Ուգադայ Մելոդիա եւ այդ հաղորդումները, որոնք որ հենց Վիդ հեռուստաընկերություններ, Լիսևը, Լյուբիմովը, Պալիկովսկին եւ շատերը Մոկոսևը, մի խոսքով դա հեղափոխություն էր, որի անհրաժեշտությունը կար, քանի որ համ երկիրն էր հեղափոխության մեջ, ամբողջ խոսքս խորհրդային միության մասին էր, որը դեռ չէր փլվել, վերջի շունչները, այսպես ասած, այդ պետության եւ ինչ որ անցումային շրջանի ընթացքում դա եղավ շատ կարևոր մի բան, որը որ էկրանից մենք կարողացանք ազատ խոսել առաջին հերթին։ Ազատ խոսելը չի նշանակում լեկտիվություն, ինչ որ հաճախ կարելի է այսօր տեսնել, հանդիպել, ազատ խոսքեր կարելի ասել շատ հաճախ ոչ շատ գրական խոսքեր, այլ բազապես խոսակցական զրույցներ արտավազդի հետ նստում ենք զրուցում ենք, այդպես էլ միջարց այնտեղ էր Մոսկվայում էր մարդիկ անկաշկանդ զրուցում էին կադրում, նրանք կարող էին եւ կատակներ անել, ինչ ասես կարող էին անել կադրում առանց լեկտիվության, առանց որևէ բանի եւ այդ ամենը հասցնել հեռուստադիտողին։ Դա էր կարծում եմ ֆենոմենը, հենց դրա որ ստեղծվեց, սակայն ինքը ուներ իր նախապատմությունը, ես կարծում եմ այդ ազատությունը եկավ խճանկար ծրագրից ժամանակին, ուզում եմ արտաքին հիշատակել մեր լուսահոգի, որը որ իրոք խենթ էր եւ այդ խենթությունը մցրեց մեր մեջ, լավ իմաստով խենթ, ես հիշում եմ նույնիսկ ես հոդված էի գրել, լինենք խենթ եւ պարգևենք ժպիտ, այդպես էի վերնագրել եւ մենք այո խենթ էինք եւ պարգևում էինք ժպիտ հեռուստադիտողին եւ իհարկե գիտելիքներ նույնպես։ Խճանկար ծրագիրը 80-ականների վերջին էր, որ սկսվեց Արմենի հետ Ամիրյան եւ եկավ մի շրջան, որ Արտակը որոշեց, որպեսզի այդտեղ պետք է մանրապատումներ լինեն եւ մանրապատումների համար հրավիրեց ինձ եւ Արտավազդին, երկուսից նոր էր ծանոթացել Արտավազդի հետ։ Մենք սկսեցինք խաղալ մանրապատումներ, հետո ես արդեն բացի մանրապատումներից արդեն Արմենի հետ սկսեցինք վարել խճանկարը, երկրորդ Արմեն Ամիրյանի հետ։ Այո, Ամիրյանի հետ։ Հարութը այս գիրքն է գրել 90-ականներ, ես մի հատ բան բացեմ, Հարութի գիրքն։ Ահա։ Մի հատ էջ բացեմ, ուրեմն եղել է Հարութի հետ եղել այս դեպքը, փոքրիկ ամաչկոտ տղա էի, երբ մի անգամ համաժողովրդական դրամահավաքի Թելեթոնի օրը հորս հետ գնացինք մարզամերգային համալիր, որ մեր լուման ներդնենք այդ կարևոր գործում։ Վազեցի, փաթաթվեցի հաղորդավար Արմեն Ամիրյանին ու հայտնեցի նրան, որ նա երրորդ ալիքի Կարեն Քոչարյանից հետո իմ ամենասիրելի հաղորդավարն է։ Շնորհակալ եմ։ Սա հստակ պատմություն է, էլի։ Համենայնպես այդ տարիներին ես ու Արմենը իրոք սիրված էինք։ Բայց այդ սիրված հաղորդավար լինելը ինչքան դժվար բան էր, ինչքան ծանր Իհարկե։ Գիտեք ինչ, հիմա ասենք սարքեր են դնում հեռուստացույցի մեջ, որպեսզի պարզեն թե որ հաղորդումը ավելի շատ վարկանիշ ունի, ասենք, չեն ձեզ այդ վարկանիշներին չեմ հավատում ու չեմ սիրում այդ վարկանիշները, ժամանակին այդ ամենը շատ պարզ էր որոշվում։ Կար Սերգո Երիցյան, որը որ վերցնում էր միկրոֆոնը եւ ընկնում էր փողոցներով հարցնում էր բացահայտ, որ հաղորդումն եք նայում, որ հաղորդավարին եք ավելի շատ սիրում եւ դրանով ասենք մի 4-500 ռոքի ինքը հարցում էր անում, որից պարզվում էր, որ ասենք առաջին տեղում, սա է երկրորդ տեղում, սա է հաղորդավարներից, ինչպես նաև հաղորդումներից եւ ի ուրախություն մեզ կարող եմ ասել, որ մի քանի տարի անընդմեջ մենք զբաղեցրել ենք, կիսել ենք ավելի շուտ առաջին եւ երկրորդ տեղերը Ռոբերտ Մավիսակալյանի հետ, ես ու Արտավազդը կիսում էինք այդ տեղերը։ Մի հատ էլ դեպք պատմեմ, այսօր Հարութը ինձ ասեց, շատ հուզիչ պատմություն է։ Ձեզ շատերն են, չէ՞ մոտենում ասում են, չեք հիշում ինձ։ Շատ։ Չէ, որտեղից պիտի հիշեմ։ Ոնց մենք միասին գնացել էինք բան շուրտեղ, չեմ հիշում։ Ես պատահական անցած ձեզ բարևեցի, չեք հիշում։ Չեմ հիշում։ Որտեղից հիշեմ։ 3 միլիոն մարդու Երեք, հա, Մի հատ լավ անեկդոտ կա կներես ընդհատեմ քեզ խորհրդային տարիների անեկդոտը երևի լսել եք, որ մեկը
Վանա դիմում ա Բրեժնևին ասում էր այն դիրիջ մենք միասին քնել ենք Ասում ոնց ես չեմ հիշում այդպես բան ասում հա դուք ասում պրեզիդիումում ես դահլիճում Հիմա մարդիկ հերոստատուսի ցանկում են ես այստեղ եմ բնակարը որտեղից հիշեմ Ուրեմն մի պատմություն կա ուզեմ Հարութը պատմի իր հետ ա եղել էլի այս պատմությունը 90-ականներին Սիրված հաղորդավարի այդ շարունակությունն է ուրեմն այդ ժամանակներն է որ տրանսպորտ չկա, դժվար է եւ այլ, մենք բարեկամություն խաչմերուկում դեպի Կիևյան իջնող կանգարով անցնում ենք, մեքենայի մեջ ագին մարդ կարելի, մեր հոպարը սերվարում, ասեց վայ երորդ տարիքի, Կարեն Քոչյան երեխիկ, նայք ես խնդրեց ասի, խնդրում էլի հոպար ջան, կանք տեսնենք ուրագրում ասմա տղես, տեղ չկա էլի մեքենայի մեջ, մամոն չետ մարդը ոնց, մեքենայի ժամանակ դե լավ բարմը, պապս ասեց Չէ, բայց ասա ուր եք հասել արդեն Արդեն օրբերի ենք հասել Հələ համոզում եմ էլի ես Պապս ասեց Լավ, պտտվի Ես կիչնեմ, որ երեխեք ուզում են Թող կարն նստի Տեղից պտտվել ենք հենց այդ կանգարում Պապս իջել է Ուրմեն հոպարի չավ ձեզ Ասեց եկեք տանենք ու ենք գնում Եվ այլ մի խոսքով Այդ մեր համար մի հատ մեծ պարծանք էր էլի Հիմա որ ասեմ չեմ հիշում Հա, դե պատմությունը դա է Կարծեմ Հալաբյանի վրա ինչ եք Հա, Մարգարյան Հալաբյան այդ խաչմերուկի վրա է Ուրեմն ինչներ զավեշ տալին ես դեպքում որ տրանսպորտ չեր եղել Պապս ոտքով Դև թեշեն Այնքան ենք ոտքով նույնիսկ հեռուստատեսությունից իջել բարձրացել ժամանակին Դե հա Երթուղային տաքսիներ են ժամանակվա դե գիտեք որ շախմատի ձու պես նստում էինք այսպես աղջկաս որ տանում էի դպրոց Աչափնյակից միշտ նստում էինք այնտեղ չեմ հիշում որ համարներ իջնում էինք վան դպրոց տարիներ են անցել մեկ ծաղկաձորում ենք արդեն աղջկաս բավական մեծ է արդեն դպրոցը կարծեմ ավարտում էր այդ տարին մի հատ մարդ նայեց ասեց բալիկ ջան ասեց դու ինչ չես հիշում Սերեխեն նայ որտեղից պետք է հիշի չէ բա ես քեզ ամեն օր ասում եմ բանով երթուղայինով մարշրուտկով տանում էի դասի բան աղջիկս ինչ ասի հələ մի հատ մեջքով շուռ եկե Հա հիշեցի Այդ այլի մարդկանց Շատ կուրիոզային տարիներ էր իհարկե, շատ կուրիոզային, ես ասեմ, որ ինձ համար 90-ական թվականները նաև թանկի են առումով, որ դուստրս ծնվեց 92 թվականին շատ ծանր պայմաններ, շատ ամենադժվար ժամանակ էր։ Շատ ես Այո, այդ տարվա երեխաները նավթ շնչելով են ապրել, ասենք ցախի այդ հոտով են ապրել մոտոցուրդ, երբ որ լույսը տալիս էին աղջիկս նայում էր ասում է յուսիկ ուրախանում է ֆուջիկա ֆուջուշկա ասում է ֆուջուշկայով էին տականում բոլորը տանունները գիտեին երեխաները չոր սպիրտը Ալաձիկը ուրեմն մի հատ բան պատմեմ մարդիկ դե ծառեր էին հիմա խոստովանելու եմ կարող է շատ-շատերը ասեն ամոթ քեզ բայց դե ստիպված էի Մարդիկ ծառեր էին կտրում այդ ժամանակ, հիշում եք նույնիսկ կամերային թատրոնի մոտ ես գիտեմ որ հուշարձան կա ինչ-որ սիմվոլիկ այո կտրած ծառերին, որոնք տաքացրել են մարդկանց, բայց ես ինձ թույլ չէի տալիս կտրատել ծառերը, բայց ինչ անեի, փոքր երեխա ունեի, ստիպված էի։ Ուրեմն հեռուստատեսությունում մի հատ ջրհոր կար, որը ներկայացումների համար պատրաստված էր ժամանակին։ Որպես դեկոր։ Որպես դեկոր, հա։ Լավ փայտից բաներ պատրաստված էր։ Ու ես ամեն անգամ եթերից հետո sense կտոր տանում էի հետո պոկում էի լցնում էի մեծ մի հատ sense պայուսակի մեջ բերում էի եւ դրանով տաքացնում էի վերջը ջրորը վերջացավ չկա արդեն դրանով իմիջիայլը դա շատ հաճախ մեր հերոստաներկայացումներում այսօր էլ երևում է որ դիտում ենք ջրորի մորտ կա այնտեղ ներկայացումը այնտեղ էլի կարծեմ Անդրոն այդտեղ կա այդ ներկայացները բայց ջրորը երևում այնպես որ այդ ջրորը տաքացրել է իմ երեխային Բայց կարևորը ջրորը երևացել է շատ տեղերում երևացել է ու մի բարի գործ արել է ջրհորը
Այո։ կենսական շարքությունների, որ ծառերը կտրում են եւ ոչ միայն ծառերը, Արմենի գրքի մեջ հալավ գրել, Արմեն Վարդանյանը մի անգամ Երևանում գրքի մեջ, որ հարցնում է ջութակի ու թավ ջութակի տարբերություն, որն ասում է թավ ջութակը ավելի ավելի երկարավարվում։ երկարավարվում, Հա, ավելի Իվա երկար։ ասեմ, դա կենսական Ճիշտ է, շատ բաներ, մարդիկ գրքեր վառեցին, գրադարաններ մեծ հսկայական։ Բայց եւ ես 90-ականները բազմաթիվ բացասական կողմերով ինքան քաղցր բաներ կային 90-ականներին, նույն այդ մենք երևակայություն ունեինք այն ժամանակ, ինչպես անել, որ ամեն ինչ լավ լինի, այսինքն տան համար, ընտանիքի համար, հարևանի համար, մերձավորի համար։ Այո։ Այսինքն մենք կարողանում էինք այդ կազմակերպել, հավաքվել, միասին տենց տաքանալ ընտանիքներով, հարևաններով, ջերմությունը մենք կարողանում էինք ապահովել հոգու ջերմությունը։ Այդ շատ կարևոր Մենք մոմի լույսի տակ նարդի էինք խաղում հարևանների հետ։ Հետո բան հիշեցի, երբ որ ուրեմն ծնվեց աղջիկս, այդ ժամանակ ուրեմն մենք շատ մոտիկ հարևաններ ունեինք, որոնք դարձան մեր ընկերները, հետագայում խավորը, մի խոսքով այսօր եղբայրական հարաբերությունները, Ավիկն ու Մարան կողքի շենքում էին ապրում, եւ երբ որ ծնվեց մեր աղջիկը, այդ ժամանակ էլ ուրեմն մի քանի օր առաջ էլ ծնվեց նրանց տղան։ Միասին հետո մանկապարտեզ գնացին, միասին մեծացան, մինչև հիմա էլ շատ լավ ընկերական հարաբերությունների մեջ են։ Ուրեմն դե մեր կանայք ստիպված գնացին, ինչպես ասում են, ծնողական տուն, իմ կինը գնաց Որական հա, չէ, մերոնց տուն գնաց, պապա հենց մոտ գնաց, որովհետև սարսափելի էր, հնարավոր չէր մեզ մոտ ցուրտ էր տանը։ Նա էլ այնտեղ գնաց, նրա կինը, Մարան, ես ու Ավիկը մնացինք երկու տղամարդ։ Ինչ անենք, լավ, պետք է մի բան ուտենք գոնե։ Ավիկ ինչ ունես տանը։ Մակարոն բեր։ Ես էլ լեչո ունեմ։ Ու միացնում էինք ֆուջիկաներ, թե ինչներ արդեն չեմ հիշում, թե կերասինկա էր, դնում էինք ու տես առանց լույսի նստած ուտում էինք ու մեծ հաճույք էինք ստանում։ Ավելի համով էր, մոմի տակ, այդ բանով, ֆուջիկայով, բանով, հետո մի հատ էլ նարդի գցենք, մի բաժակ բան խմենք։ ուրիշ բան չկար ուտելու ամու էր տվում։ Չէ, այդ քո սարքած այդ, հա, ճիշտ ես ասում, ուրիշ բան չկար, այո։ Բագիշերները ինչքան շներ կային փողոցներում, հիշում եմ այդ տարիներին։ Դե մենք որ ավարտում էինք հաղորդումները ժամը 2-ին, շատ հաճախ 3-ին, միջև հասնում էիր արդեն համարյա 3-ը 4-ը այդ ժամերն էր։ Մթություն, լույս չկա, ու ստիպված այն ժամանակ բաներ էինք, ֆանարիկներ էինք ունեն, շուկերից էինք վերցնում, պապան բերել էր, հիշում եմ առել էր, տվեց ինձ, ու այդ ժուկերով sense բան վախացնում էինք դրանց, միջև տուն հասնենք, որովհետև կատաղած էին իրոք, սոված էին իրանք էլ էին սոված։ Այո, ինձ եղել է որ ինստիտուտից ոդկով եկել եմ տուն, տենց եղել է, էլի այսինքն մութ թատերական ինստիտուտից։ Դու որ շենքում ես սովորել։ Ես սովորել եմ քիմիական տեխնիկում։ Հա, քիմիականում։ Հա, ու շներ, շատ շներ, այսինքն եղել է այսինքն կատաղած շներ էին, կարող էին մարդ գզել, բսկտել, որտեղ սոված շուն։ Դուք տենց եղել է, հա, որ ինչ եղավ այդ երազանքը թատերական ինստիտուտի։ Այսինքն դերասանական։ Հա, որ ընդունվեիք։ Դե երազանքը ո՞րն է, երազանքս իրականացավ իհարկե, դա շատ վաղուց էր 76 թվականին, 89 ավարտեցի, աշխատել եմ հենց առաջին կուրսից աշխատել եմ որպես դերասան ռուսական թատրոնում, միջև բանակ գնալ հետո բանակից վերադարձել շարունակեցի, հետո նոր եկա արդեն հեռուստատեսություն հաղորդավար, Արտաշես Գրիգորիչ Հովսեփյանի կուրսում էր, որը 3 տարի ինքը ղեկավարեց, 4-րդ տարին Կիմ Արզումանյանը, որտեղ Արտաշես Գրիգորիչը գնաց Ստեփանակերտի գեղարվեստական ղեկավար թատրոնի։ Դե հրաշալի տարիներ էր, այդ տարիները իհարկե 90-ականներ չէր, բայց էլի իր քաղցրությունը իհարկե ավելի շատ գիֆտ տարիներ էր, կարող եմ ասել այն խոսքով գրագետ տարիներ եւ կարողանում էինք ստանալ յուրաքանչյուր մարդուց վերցնել շատ բան։ Դե այդպես գիգանտներ են այդ տարիներին աշխատել այնտեղ Ջեմյան, Խորեն Աբրահամյան, Ռուբեն Զարյան, մի խոսքով հիմա որ թվարկեմ շատ են նրանք եւ բախտ ենք ունեցել նրանց մոտ սովորել։ Դրա համար իրոք
այդ տարիները այդպես էր։ Ինչ վերաբերում դերասանականին, դե բացի դրանից ինչ-որ ֆիլմերում ես վերջերս սկսեցի նկարը հանվել, այնպես փոքր էպիզոդիկ դերերում, հա, ամենահետաքրքիր ֆիլմը իհարկե առաջին դեմքն էր, առաջին դեմք ֆիլմը, չեք տեսել այդ ֆիլմը։ Ես չեմ Արամեն Պետրին, որ նախագահ է դառնում, լրագրողից նախագահ։ Այո, Արմքոմեդիի տղաներն են սցենարը գրել։ Դա հեղափոխությունից առաջ էր փաստորեն, որը փաստորեն իրականացավ այդ սցենարը, էլի։ Նույն ձևի լրագրողը դարձավ երկրի ղեկավար, նույն այնտեղ էր լրագրողը դառնում է նախագահ, ճիշտ է, դա լինում է սարկած է այնպես, ինչպես Բրյուսի ֆիլմը հիշում եք, Զիմագուշի նույն տարբերակով այնտեղ ստեղել ավտովթար էր լինում, Աստված գալիս է իրեն նախագահ է դարձնում, ասում է գնա ղեկավարի։ Մի խոսքով, այդ ֆիլմի մեջ կոմեդիա է, հա, այդ ֆիլմի մեջ ֆիլմի վերջում ես խաղում եմ հանրապետության իրական նախագահի դերը։ Ու երբ որ հարցեցի, ասեցի, որ մի նախագահ, ասեց ոչ մեկի կոնկրետ։ Ոչ մեկ կոնկրետ, ոչ մեկ։ Նախագահ Եսայանը տենց ազգանունն է, բայց դե ես այնպես արեցի, որ հավաքական կերպար սարքեցի դրանից, բոլոր նախագահներից ինչ որ բան վերցրեցի մեր։ Շարունակում եք, մասնային մասնագիտությամբ։ Շարունակում եմ, այո, եղել են մի քանի տենց էպիզոդիկ դերեր, միտեղ դատավոր եմ խաղացել։ Սերիալներում չեմ սիրում, չնայած դա սերիալ էր, բայց սերիալներում սիրում եմ ավելի շատ գեղարվեստական ֆիլմերում։ Իսկ վերջինը խաղացի դեռ այդ ֆիլմը դուրս չի եկել, այս տարի պետք է դուրս գա, էլի փոքրիկ, չէ, հայրեն, վերջին ֆիլմը ուրեմն վերնագիրը չեմ իմանում, ճիշտ ասած, պայմանական վերնագիր էր այն ժամանակ դեռ բան չի, ինքը նվիրված է 60-ական թվականներին, այնտեղ մասնավորապես Տիգրան Պետրոսյանի հաղթանակին, ու ես այնտեղ շախմատային մեկնաբանի դեր եմ խաղում, որը հրապարակից, Ազատության հրապարակային վաղ թատերական հրապարակից արդեն ոնց որ ներկայացնում է այդ խաղը, էլի, հենց այդ տարբերակում։ Պարոն Քոչարյան, ինչ լավ որ գործում եք որպես նաև ձեր մասնագիտությամբ, այսինքն դերասանական մասնագիտությամբ։ Այո, ես ուզում եմ ընդհանրապես նույնիսկ բեմել վերադառնալ, տեսնենք ոնց կստացվի ու որտեղ կստացվի, բայց Ստանիսլավսկի, չէ, դե կապ չունի որտեղ արդեն բեմը բեմ է մնում, բայց կան առաջարկ կա ամենայն դեպս։ Չեմ ուզում բացել քարտերը, կա առաջարկ։ Հա, պետք չի բացել։ Շուտով կարծում եմ Մինչև տարվա վերջ կտեսնենք։ Որովհետև ես կարծում եմ, սենց սա դերասանի մասնագիտությունը դա պարող չի, այսինքն պարողը կարող է շուտ լքել բեմը, որովհետև կարող է պարուսույց շարունակել որպես պարողին կա տարիք, բայց դերասանի համար պիեսներ կան, շատ պիեսներ կան, որ գրվում են դերեր, այսինքն տարիքային դերեր, եւ կարծում եմ սխալ եմ համարում, որ դերասանքը մինչև 100-նաց Զելձինը մինչև 100-նաց բեմում էր, այսինքն կարող ես քեզ թույլ տալ դա։ Դրա համար շատ լավ բան ասեցիք, դրա համար շատ ուրախ եմ։ Կուզեմ տեսնեմ ձեզ բեմում, չեմ տեսել։ Ինչ մեղ կստացվի։ Չնայած հեռուստատեսությունը չեմ լքի, ամեն դեպքում եթե լույս բեմ ունենամ, որտեղ հեռուստատեսությունը, հա, ճիշտ է, այսօր չկամ հեռուստաէկրանին, բայց հավատում եմ, որ կլինեմ։ Կլինեմ, հա, եւ ավելի հարազատ կվերադառնամ իմ հարազատ առաջին ալիքը։ Մի բան հարցնեմ ձեզ։ Դուք ակունքներում եք մեր արդեն անկախ հեռուստատեսության հիմնադիրներից կարելի ասել այդ 90-ական հիմա այս ժամանակի մեջ ինչն է դի որ փոփոխվել է հեռուստատեսություն առայսօր։ Ես կասեի առաջին հերթին իհարկե տեխնիկապես է փոփոխվել շատ հեռուստատեսությունը, ես կուզեի որ այն ժամանակվա բովանդակությունը հեռուստատեսության, որ եղել է գումարվել այսօրվա տեխնիկային եւ դա կլներ իրոք հզորագույն հեռուստատեսություն։ Այս արշավը ոդքասթների եւ այլ, ասենք այդ հարցազրույցների ֆորմատը մի տեսակ դուրս է գալիս։ Դե գիտեք ինչ, YouTube-յան հաղորդումները ոչ միայն ոդքասթները, այլ ընդհանրապես շատ երական, այդ թվում նաև ես YouTube-ում շարքեր ունեմ, որ անում եմ, ինքը հարցազրույցների տիպի չի, ինքը ավելի ֆիլմերի տիպի է։ Ես մի անգամ առիթ ունեցել եմ ասել, որ 3 անգամ եղել եմ Միացյալ Նահանգներում եւ Միացյալ Նահանգներից նկարանումներ եմ կատարել, այսօր YouTube-ում կա 53 սերիա նվիրված Միացյալ Նահանգներին պատրաստած։ Ընդ որում շատ շատերը երկու լեզվով կա, առանձին ռուսերեն կա եւ առանձին հայերեն կա։
երկու տարբերակով։ Հիմա նույնիսկ ուզում եմ գոնե սուբտիտրներով անգլերեն անել, այո։ Եվ ընդհանրապես ունեմ շարք Հայաստանին նվիրված մեր պատմամշակութային հուշարձաններին, նման ճանաչողական ֆիլմեր եմ անում, եւ ընդհանրապես համացանցը ոնց որ ասում է փրկության օղակ ոնց որ լինի պրոֆեսիոնալ լրագրողների համար, որոնք որ հեռուստատեսությունում չկան առայժմ, բայց գոնե համացանցում կարողանում են։ Ես ասեմ, ես պարապ չեմ նստել այդ։ Բայց համացանցը այսօր ավելի շատ դիտում է ապահովում, այո, քան հեռուստաընկերությունները։ Այո, բայց կարծում եմ այդ դասական ֆորմատը հեռուստատեսության չի կորի։ Չի կորի։ Դե պետք է չի որ կորի, բայց իմանաք, ասենք ես մեր զրույցը հիմա հավաքվել ենք, զրուցում ենք, բնականաբար այս մեզ շատ են ասում հաղորդավար, բայց մենք հաղորդավար չենք։ Դե հա, Մենք համաձայն զրուցակից եմ, համաձայն եմ։ Այդ պոդքասթային ժանրն է, հիմա ես կյանքում ես լեկցիա, բանցիկցիայով չի ինչ-որ Դե բնական է, հաղորդավարը մասնագիտություն է, Հարություն ջան, իրոք ժամանակին որ եղել է, հիմա չկա ցավոք այդ մասնագիտությունը, հենց կակրաս 90-ականների սկզբին էր, որ վերացրեցին հաղորդավարական բաժինը եւ դա իրոք մեզ համար ցավ էր հեռուստատեսությունում այն ժամանակ, իրոք ցավ էր մեզ համար, քանի որ այդ բաժինը լավագույն բաժինն էր համարվում հեռուստատեսության եւ բոլորը մեծ այդ հաշվի էին նստում հզորագույն մարդիկ են առ այսօր որ ասենք փողոցում անցնում են ճանաչում են մարդիկ հիշում են իրենց շատ-շատերին այսօրվա նույնիսկ հաղորդում վարողներին կարող է փողոցում չճանաչեն բայց հաղորդավարներին ովքեր արդեն մի 20-30 տարի նույնիսկ եթերում չեն եղել փողոցում ճանաչում են մարդիկ եւ շատ սիրով արձագանքում են մոտենում են հարցնում են ուր եք կորել չկաք Դա շատ կարևոր է, դա իրոք մասնագիտություն է, մենք Մոսկվա ենք գնում, ասենք այն ժամանակ վերապատրաստման Աստանկինոյում, ես անձամբ 2 ամիս վերապատրաստվել եմ եւ սովորել եմ Կիրիլովի մոտ, իսկ Կիրիլովը համարվում էր այն տարիներին Սովետական միության համարվում 1 հաղորդավար ընդհանրապես, ամբողջ խորհրդային միությունում, իրոք այստեղ էինք դասընթացներ անցնում օրինակ, ես օրինակ իմ բոլոր ավագ գործընկերների մոտ կարելի ասել անցել եմ մաստեր կլասեր որտեվ յուրաքանչյուրից ես ինչ-որ բան վերցրել եմ, յուրաքանչյուրը ինձ մի բան տվել է, Լենիդար Նարսուրենյան, Շլեպչյան, Կարինեն Սարգսյան, Սուսաննա Շահյանյան, Վարուժան Օլքինյան, հիմա անուններ, որոնք որ իրոք կարելի ասել հեռուստատեսության պատմության մեջ են մտել եւ կմնան ինձ թվում է հեռուստատեսության պատմության։ Միշտ իրանք լեգենդներ են։ Անկախ նրանից հիմնադիրներ են, թե հետո երկրորդ սերունդը, երրորդ սերունդը բոլորը։ Դուք լեգենդներ եք, այսինքն Արմեն Ամիրյան ավելի երիտասարդ գուցե, բայց իր խոսքը, իր հավաքելու կուլտուրան, խոսքի կուլտուրան եւ այլն շատ կարեւոր է ձայնը։ Մի քանի տարի առաջ մեր լավ նախագիծ արեցիք համեկով 7 տարի ռետրոն։ Հա, ցավալի է իհարկե, որ ավարտվեց այդ ռուսաբանը հաղորդումը։ Դե այնտեղ պատճառներ կար, ոչ հանրայինի պատճառով իհարկե, հանրայինը շնորհակալ ենք, որ այլ եմ ասում, որ մեզ հրավիրեց, հիշեց Դա քանի որ երկար տարիներ հանրայինում կարելի է ասել նույնիսկ սև ցուցակում էին գտնվում այսպես կոչված կար ժամանակին նման բան սև ցուցակ բայց այնուամենայնիվ հիշեցին ղեկավարությունը հրավիրեցին մենք շատ շնորհակալ ենք նրանց իրոք 3 տարի համարյա թե մենք աշխատեցինք այդ նախագծով բայց ինչ-ինչ պատճառներով արխիվային բաներն էին բերում Շատ արխիվային նյութեր կան, շատ, բացի երրորդ տալիքի արխիվներից այսօր շատ նյութեր կան, այսօր իմիջայլոց կարող եմ պարտությամբ ասել, որ մեր երրորդ տալիքի մոնտաժ անողը Արամա Պապոյան դարձել է հանրային հեռուստաընկերության արխիվի ղեկավարը, հենց որ կարծում եմ ինքը շատ բաներ գիտի ինքը ընդհանրապես հեռուստատեսությունից եւ կարծում եմ լավ աշխատանք կկատարի։ Իսկ ձեր արխիվները Դուք էլ ունեք, թե միայն արտավոր։ Ունեմ, որոշ բաներ ունեմ իհարկե, ինչ որ ժամանակին հասցրել եմ արտագրեմ ինձ համար, ցավոք ամեն ինչը չունեմ, բայց ունեմ եւ աշխատում եմ բոլորն էլ թվայնացնել ինչ ունեմ եւ համացանցում տեղավորել, որովհետեւ ափսոս է, կորելու է, բայց հիմնական արխիվը ցավոք սրտի ինձ մոտ չի։ Բայց YouTube-ում չէ։ Արտոյի մոտ էլ է շատ քիչ։ Չէ, օրինակ Երևանի YouTube-ում շատ բաներ կան, ձեր Հա, ես էլ եմ տեղադրում YouTube-ում։ Որ նայում եմ մի քանի օր առաջ
Այնտեղնից իրավիճակային հումորներ կան, տաղավարային, այն թվերի ասենք Մանրապատումները, որ խաղում էինք երկուսով ու ասենք այդ ժամանակի մեջ ճիշտ է բաներ ասենք տալոնը կորցնում հացի եւ հումորային ձևով էին ներկայացնում որ մարդիկ կյանքը շարունակվում այդ ամեն տեղ կարելի է հումոր փնտրել ու դուք ներկա այդ ամեն ինչը շատ Միջայլից ասեմ, որ ինձ համար շատ կարևոր էր ընդհանրապես երրորդ ալիքից հետո էլ ես չունեցա դադար համարյա թե նույնիսկ հեռուստատեսությունում, քանի որ հետո ինձ հրավիրեցին Երկիր մեդիա հեռուստաընկերություն, հետո Արմենիայում եմ աշխատել եւ Երկիր մեդիայում եւ Արմենիայում ես միայն ինձ հոգեհարազատ նախագծեր եմ վարել եւ հեղինակել որպես սցենարի հեղինակ այնտեղ երգում է անցյալը, այստեղ երկրի գանձերը հենց որ միշտ ոնց որ ասել է ռետրոյի վրա եմ աշխատել եւ ինձ համար շատ հոգեհարազատ է այդ թեման դե մեզ համար երրորդ ալիքում էլ էր նույնը էլի փաստորեն հիմա 90-ականներն է դարձել ռետրո հիմա փաստորեն ռետրո Հա, բայց իսկապես Դե 2000-ականներն են ռետրո կան։ Դե եթե ՀՄԿ-ը հրավիրել է որպես ռետրո երրորդ ալիք, չէ՞։ Այո։ Արդեն 90-ականներն են ռետրո դարձել։ Ժամանակը շատ արագ է թռնում, բայց հիշողության մեջ դրոշվում են այն իրավիճակները, այն մարդիկ, այն հաղորդումները, այն ստեղծագործողները, ովքեր իսկապես մեծ ավանդ ունեն։ Դրա համար որ անուններ նշեցիք, այդ անունների շարքում պետք է ասել Կարեն Քոչարյան անպայման, որովհետև ես ինչ հիշում եմ, այսինքն իմ գիտակից կյանքը եւ այլն 90-ականներ ամենադժվար ժամանակահատված, ես էլ եմ ասում, մենք այդ անուններով ենք մեծացել, իրանց տվածով, իրանց դասերակացով էկրանից, դա ամենաուժեղ բանն էր, շատ քիչ թատրոններ բացվեցին, օրինակ համազգայինը բացվեց 90-ականներին, Համազգային թատրոնը 91-ին բացվեց, կարծեմ, թե 92-ին, 91-ին, բայց ալիքներ որպես այդպիսին շատ քիչ բացվում էին, բայց ով էր ապրում, դա հարցի մյուս կողմն էր, արդեն ով էր ապրում, կար գոյատևում էին, բայց մնացածը ապրում էին ու ապրեցնում էին։ Բայց չդարքիր թատերական նախագծեր կային, նույն Խաթաբալադան։ Հա, 90-ականներին եղավ։ 90-ականների ներկայացում էր իրոք։ Հրանտե եւ Միշան երկուսով իրոք գրող գործոց էր դա։ Դա առաջին կոմերցիոններից էր էլի։ Կոմերցիոն ներկայացում, ով գիտեր կոմերցիոն ներկայացման մասին այդ ժամանակ։ Հա։ Խաթաբալադան։ Չէ, դա արտահայտություն չկար, կոմերցիոն ներկայացում։ Ասա, դու տնկել ես։ Պայմանավորել ենք ես ու Հարութը, ասում հենց ուզեմ բան ասեմ, հարցնամ, դու տնկել ես։ Եթե ուզում եմ բան ասեմ, մի քանի րոպե դες լավ պատմում։ Չէ, ասա։ Հա, ինքը պետք է կենտրոնանա, պետք է բանի, որ ճիկ գործադրի, որ բաղոտ խես տաջում։ Մեր խենթությունը այն ժամանակ ոչ միայն էկրանների միջայլոց, այլ նաև կյանքում էլ էր խենթություն։ Մի դրվագ հիշեցի նոր օրինակ արտակը ընդհանրապես մի երևույթ էր մեր կյանքում, ցավոք 92-ին կյանքից հեռացավ դաժան ավտովթարի պատճառով Արցախից վերադառնալուց, բայց իրոք նա իմ կյանքում շատ մեծ հետք թողեց։ Ես հիշում եմ նախ միջև այս դեպքը պատմել է, ուրեմն հիշում եմ որ դեռ մինչև երրորդ ալիքը, երբ որ նոր ծանոթացել էի Արտակի հետ, այն ժամանակ ինքը ինձ հետ նախատեսում էր մի հետաքրքիր նախագիծ, ինձ ասեց Կարեն, դու պատրաստ ես հաճախ բացակայել երկրից։ Ասի նայած ինչի համար։ Ասում եմ, այս նախագիծ եմ ուզում անել կինոպանորամայի տիպի նախագիծ եւ ուզում եմ որպեսզի դու վարես այդ հաղորդումը եւ լինես աշխարհի կինոփառատոններում բանում միշտ գնաս միշտ ստեղ նկարանման հրապարակներում բան ասի դու նենց բանես ինձ առաջարկում ոնց ես կարա հրաժարվեմ ճիշտ է ընտանիք բան ամեն ինչ կա դե երեխաս դեռ չէր ծնվել կինս էր մենակ ասի բայց գերագույն հաճույքով ցավոք սրտի եկավ արդեն այն ժամանակ երբ որ փլուզման տարիները արդեն ֆինանսական խնդիրներ բան եւ այս այդ նախագիծը հոդս ցնդեց ցավոք բայց դա իրոք ֆանտաստիկ բան կլիներ եթե իրականանար իմ կյանքում էլ այո
Չնայած ունեցել եմ բախտ, ասենք Թբիլիսիում ներկայ եմ եղել նկարահանումներին, որտեղ նկարվել է Պիեր Ռիշարը եւ կարողացել եմ հարցազրույց անել Պիեր Ռիշարի հետ, հենց այնտեղ տեղում իմ շատ կուրիոզային էր այն ժամանակ այդ պատմությունը, ես Տիգրանը Մանկիկյան, մեր ռեժիսորը եւ օպերատորը երեքով գնացել էինք Եվ ճանապարհին պարզապես որ գնում էինք Թբիլիսի ավտոբուսով գնացել էինք փառատոն նկարելու փոփ երաժշտության փառատոն էր որին մասնակցում էին նաև մեր հայերը գնացինք որպեսզի մի ռեպորտաժ անենք այդ մի ռեպորտաժի փոխարեն բերեցինք մի 7-8 ռեպորտաժ Թբիլիսիից այնտեղից տարբեր թեմաներով մի խոսքով մեկ էլ այն ժամանակ թերթ կար արգումենտի ֆակտ Այդ թերթը կարդում եմ ավտոբուսում նստած մեկ էլ տեսնեմ փոքր բան գրած է որ Пьер Ришар снимается в Тбилиси в фильме о грузино-армянской кулинарии. Что это за Ոսյո եկեսու Տիգրան ասում Պիեր Ռիշարը թիվլիզում է, ասում է ինչ անենք որ թիվլիզում է։ Ասես չեն կարա հարցազրույց, ասես Պիեր Ռիշարին ոնց գտնենք որ հարցազրույց անենք կամ բան։ Ասի լավ։ Ես իմ ալիքներով այնտեղ բարձեցի թե որտեղ է նկարահանումները ինչ է եւ գտա խմբի պրոդյուսերներ թե ով էր չեմ հիշում իր հեռախոսի համարը վրացի էր զանգը արում եմ ասում եմ вас беспокоит армянского телевидения мы сейчас находимся здесь съемочная группа хотим сделать интервью с Пьером Ришаром ինչ է պատասխանում Пьер Ришар дает интервью только грузинскому телевидению У ես ստեղի մոտ ճարպիկությունս աշխատեց, ասեցի, меня нас не интересует Пьер Ришар, поймите, мы хотим показать армянскому народу достижение грузинского кинематографа, что сегодня мировая звезда снимается. Այդ խոսքը վարկյան չտվեց, ասեց, завтра в 3 часа приходите во дворец пионеров, съемки там будут. Ու գնացինք այդտեղ հարցազրույց արեցինք, իր հետ փոքրիկ հարցազրույց էր, թարգմանիչով իհարկե, կիններ, ընդ երիտասարդ կիններ, մի հատ Այշա անունով հիշում եմ Մարոկոից էր կինը, բայց թույլ չտվեց որպեսզի որևէ մեկս մոտենանք կնոջ հետ եկուս մի հարց տանք, կինը նստած շախմատ էր խաղում։ Ինքն էլ շատ սիրում շախմատ խաղալ, ընդմիջումներին նստում էր։ Ուտեղից հարց տվեցի, ասացի, բոլոր ֆիլմերում դուք անհաջողակ եք խաղում, ասեցի, իսկ կյանքում հաջողակ եք, թե անհաջողակ, ասես չէ, ես կյանքում ասես հաջողակ անձնավորություն եմ ամեն ինչ բայց Մարոկոից կնոջից նայեք Բայց ուրեմն երկու նկարահանման ենք եղել, երկու նկարահանման որ ենք տեսել, առաջին նկարահանման ժամանակ ոտը խփեց փետին ու արդեն չէր կարողանում քայլել, հազիվ էր քայլում, երկրորդ նկարահանմանն էլ բիբար ընկել էր աչքի մեջ, էլի չկարողացավ նկարվի։ Ասի, սա կյանքը տանաջողակ ես խաղացել, բացպես հաջողակ եմ կյանքում։ Բայց հաճույքով տվեց ինտերվյու։ Հաճույքով տվեց Շարլ Ազնավուրին հիշեց այնտեղ որ իր մոտիկ ընկերն է Շարլ Ազնավուրը նույնիսկ ասեց նամակներ է ինձ տվել որ ես փոխանցեմ այս նամակները բանց։ Ֆրանսիացիք գիտեն Հայաստանը։ Գիտեն։ Հույներն էլ գիտեն Հայաստանը, ինչ շատ եվրոպական երկրներ կան չգիտեն Հայաստանը, բայց Ֆրանսիան եւ Հունաստանը շատ լավ գիտեն։ Հա, ես Ֆրանսիայում որ եղա, էլի 90-ականներին էր, ես ամանորին եղա։ Ֆրանսիայում 97-98 թվականների այդ ամանորներ։ Նույնիսկ ընդ մարդկանց հետ որ խոսում ես, հասկանում եմ, մեզ ճանաչում են, մեզ գիտեն։ Ֆրանսիացիներն էլ գիտեն, նույն հյուրանոցում գիտեն, թե Հայաստանը ով է, ինչ է։ Իրոք դա էլ էր ունիկալ շատ ուղևորություն, որ փաստորեն ստացվեց այնպես, որ ամանորը դիմավորեցինք Մուլեն Ռոժում, եղանք եւ Լիդոյում եւ Վերսալում, ամենտեղ ընդհանրապես մեկ շաբաթ, բայց իրոք դա ֆենոմենալ հիշողություններ է կապված, դե բնական է առանց կամերայի չեմ գնացել, եւ այնտեղից հետո բերեցի մի ֆիլմ պատրաստեցի Բոնանե կամ Ամանորը Փարիզում։ Ու գնաց եթեր։ Այո, գնաց եթեր։ Գնաց եթեր, այսօր մեր տալիքով, հա։ Հիմա համացանցում կա, ինչքան գիտեմ այդ ֆիլմը տեղադրել եմ ես։ Այս համացանցը լավ բաներ ունի շատ։ Շատ լավ բաներ ունի, այսինքն Նայած ոնց է սոտայոց։ Հա, նայած ոնց է սոտայոց, այսինքն դու ունես պատմություն, որը իսկապես կարելի է նայել, մարդիկ նայում են։ Էլ չասեմ, որ այսօր կարելի է համացանցում իմ հեղինակային հաղորդումներից շատ-շատերը գտնել, երրորդ ալիքի, աստղեր եւ ճակատագրերը, որտեղ որ մարդիկ են, որոնք այսօր ցավոք մեզ հետ չեն, այնտեղ եւ Գևորգ Էմին, Գուժ Մանուկյան, Ֆրունզե Դովլացյան, Վլադիմիր Մասիրյանի խոսքով իմ որ թերադրեմ շատ մարդիկ կան, որոնք մեզ հետ չեն, բայց իմ հաղորդումներում մնացել է իրոք, դա իմ հարստությունն է, դա իմ անձնական հարստությունն է կյանքի։
լավը որ կիսվում եք Դա այդ մեր հարստությամբ, հարստությունն էլ է, պարոն Հա, Քոչարյան։ ինչքան կամոտ ես, ես թվայնացնում եմ, տեղադրում եմ, հետա տեսնենք։ որովհետև դա մեր հարստությունն է, բոլորիս հարստությունն է։ Շատերը այսինքն- ցավոք սրտի չկա։ Ես շատ ցավում եմ, որ իմ առաջին հարցազրույցը, որը ես արեցի դեռ 90-ականներին էր Մարկ Զախարովի հետ, այստեղ Հայաստանում չկա այդ Լավ, էլի։ տեսաժապավենը ցավոք սրտի անետացել, ինչ եղավ, տենց էլ չիմացանք ու ես պարզապես հպարտությամբ այս պահին կարող եմ ասել, որ Մարկ Զախարովը վերջում ասեց «Спасибо вам за такое интересное интервью»։ Ստանալ նման գնահատական Մարկ Զախարովից դա իրոք մեծ բան է ինձ համար։ Ինչ նպատակներ կան բացի թատրոնից հերոստանգերություն Հերոստանգերություն սպասում եմ, տեսնենք։ հրավերի Ես կարծում եմ կլինի այդ ինձ էլ է հրավերը։ թվում, նոր եթերաշրջանը դեռ չի սկսվել ամեն դեպքում, ինձ էլ է թվում, որ մանավանդ այս տարի 70-ամյակն է հայկական հերոստատեսության 70-ամյակը Այո, ռադիոյի այդ դեպքում էլի կլորամյակա ռադիոյինը 100-ներ։ 100-ներ հա Արդեն նշեցին ռադիոյի 100-ամյակը։ 100-ամյակը չնայած սեպտեմբերի 1-ին է բացվել մեր հայկական ռադիոն, բայց շուտ նշեցին։ մի տարի հիշում եմ 2007 թվականներ թե 7 թվականներ կարծեմ թե 6 թվականներ ռադիոյի եւ հերոստատեսության կլորամյակներ ու իրար հետ նշեցին Հիշում եմ, ես էլ եմ հիշում, այո, այսինքն առանձին չնշեցին ես էլ եմ հիշում։ Միջազգային որ 65-ամյակն էլ շատ լավ նշեցին։ հենց 65 Եվ ինքը, չէ, 65-ամյակը մենակ հերոստատեսությունն էր եւ ինչով էր ինքը լավ, որ հերոստատեսության ղեկավարությունը 5 տարի առաջ էր։ Այն ժամանակ որոշեց, որ հաղորդավարները այդ երեկոյի պետք է լինեն բոլոր հին հաղորդավարները։ Եվ մեծ բախտ վիճակվեց եւ Կարենին տեսնել Բեմում Սարգսյան եւ Նարասուրեննային, ես Ռուզանի հետ Մելյան դուրս եկանք, մի խոսքով ասած զույգերով դուրս էինք գալիս եւ հանդիպումներ քիչ են լինում այդ լինում են, բայց հա, հիմա քիչ են լինում, քանի որ յուրաքանչյուրը իր խնդիրների մեջ է, հա, առիթը հիմնականում ստեղծում է Արմեն Ամիրյան։ Այ թող ստեղծելի հաճախ պարոն Ամիրյան ջան խնդրում ենք հաճախ ստեղծեք այդ առիթները որպեսզի բոլորով նորից հավաքվեն ասենց իրարոտվեն Երբեք չեմ մոռանա մի առիթով Նարասուրեննայի ծննդյան օրներ Շլեփջանի եւ ելի Արմենը նախաձեռնեց այդ հանդիպումը վայ այդ ոնց է ռեստորանում հավաքվել էինք այդ ինչ երեկո էր ինչ որ սիրողական մի երկու կադր մնացել է այնտեղ իհարկե բայց ինչն էր ունիկալ որ այս մատուցողները մոռանում էին մատուցել որովհետեւ Նենց բաներ կատարվում այդտեղ կանգնած բերանները բաց նայում էին ու լսում էին թե ինչ խոսակցություններ է գնում որ ասենք Լևոն Պարոնյանը Նարոս Շլեփչյանի հետ միասին ցույց էին տալիս թե իրենք ինչպես են շքերթ վարել մայիսի 1-ին 2-ով հրապարակ այո շատ լավ կամ Սուսաննա Շահինյանը նստած անում է պարոդիա մեր ասենք բանի վրա մեր երգչուհիները Արաքսիա Քյուրզատյանի վրա Սուսաննա Սաֆարյանի վրա պարոդիա Դա էլ կա համացանց այդ Սուզան Սաֆարյանի հատվածը կա եւ ասեմ որ ես ինչքան տեղադրել եմ ասենք Նարա Շլեփչյանից եւ Սուսանա Սաֆարյանից ինչ որ փոքր նյութեր չի անցել ասենք թե 2 օր եւ արդեն դիտումները հասել են 20-30 հազարի դե լավ էլի մարդիկ իրոք կարոտում են զգացվում է որ կարոտում են իհարկե կարոտում են ամենաքաղցր ժամանակաշրջան ու ամենաքաղցր լավ մարդիկ դրական հոգով շատ հարուստ Այն նոր տարվա ծրագրերը որ նկարահանում էին, ասենք թե նույն Հրանտ Մովսիսյան նկարահանում էր նոր տարվա ծրագրերը ստուդիայում վերջինը ես հիշում եմ որ մենք արեցինք բոլոր հաղորդավարներով առանձին ժամը 12-ին շնորհավորում էինք դա հայկական հեռուստատեսության երևի որ թիվներ 90 թիվներ 89 թիվներ կարծեմ թե 90 թիվներ մի խոսքով իրոք դա հիշողության մեջ մնացել է ինչ որ դրվագներ արխիվում այսօր մնացել են ցավոք իմ հատվածը չկա շնորհավորանքի մի քանի հոգունը չկա հիմնականում մնացել են իհարկե ես փնտրեցի չգտա իմ շնորհավորանքը բայց ես օրինակ կարող եմ ասել որ ճանապարհորդություն դեպի 91 թվական այդ 24 ժամ համարյա 24 ժամանոց մարաթոնը որը վարում ենք ես ու Արմեն Ամիրյան էլի արտակներ նախաձեռնել Լուսահոգի Արզումանյան այդտեղ ուրեմն ինձ բախտ վիճակվեց առաջին անգամ հայկական հեռուստատեսության պատմության մեջ Նարասուրեննայի փոխարեն ժամը 12-ին ուղիղ եթերում շնորհավորել մարդկանց ամանորը Այն էլ որտեղից ազատության հրապարակից մտանք ընդեղից ուղիղ եթեր իրոք դա հիշողության մեջ մնում է իրոք դա ինձ համար պատմություն է եւ
Հպարտանում եմ ես դրանով։ Մենք էլ շատ ուրախ ենք ու քաջ, որ դուք այսօր մեր հյուրն եք, պարոն Քոչարյան ջան։ Ցավոք ժամանակը նենց արագ է թռնում, չես հասկանում ինչի տենց թռավ ժամանակը։ Ուզում ես հազրուցես։ Ոնց որ 90-ականները թռան։ Ոնց որ 90-ականները թռան, բայց եւ մնացին մեր հիշողության մեջ։ Այսօրը մենք կհիշենք շատ տենց վառ, ուրախ 90-ականներ։ Շնորհակալություն, որ մեր հյուրն եք։ Ձեզ եմ շնորհակալ։ Սա պարոն Քոչարյան, Հատուկ պատրաստել է, ոչ ոքի համար չի ստորագրում պարոն Քոչարյան։ այստեղ Հրաշք։ Սիրով նվիրում եմ 90-ականները ջերմացնող սիրված հաղորդավոր կարեկը։ Շատ շնորհակալ եմ հարցին։ շնորհակալ եմ ձեզ, որ եկեք։ Շատ շնորհակալ։ Դե մենք կսպասենք ձեզ եւ եթերով տեսնելու եւ ներկայացումներին ձեր։ Հələ որ գնանք պապիկի պարտականությունները կատարելու։ Շատ լավ։ Իմ 3 թորնիկների։ Դե մեկը մյուսին չի խանգարում։ Այո, Թորնիկները տեսնում վայ պապիկը։ Իհարկե, մանավանդ իմ Միացյալ Նահանգների թորնիկները արդեն էկրանի վրա ինձ տեսնում են, ուրախանում են։ Դա մեկը մյուսին չի խանգարում, թակարակ օգտակար է։ Շնորհակալություն, Ձեզ եմ շնորհակալ։ ձեզ էլ ենք շնորհակալ, որ մեզ դիտեցիք, կհանդիպենք հաջորդ շաբաթ։ Բրավո։